բոլորս հիշում ենք։ Եվ քաջ հայտնի է մեզ այս ամբողջ գլուխը, շատ հրաշալի առակ է մեկնաբանում Հիսուս Քրիստոսը իր ժողովրդին։ Եվ ես երբ որ ուզում էի պատգամ առնեի Տիրոջը եւ չէր ստացվում։ 2 օր, 3 օր ես զգում եմ, որովհետեւ այն որ փորձառությունը գիտես ոնց է, ճանաչում ես, որ Աստված խոսք չի տվել, որ խոսես, ասում Աստված իմ հեսա Կիրակի օրը մոտենում է, վերջը ոնց առնելու Տեր Հիսուս, բայց ամեն հավատում եմ, որ Սուրբ Հոգին ինձ խոսք է տալու, առանց դրա խոսքի տալու կամ կանգնեմ ստեղ։ Եվ շատ հրաշալի ձևով, երբ որ Մատթեոս ավետարանի 13-րդ գլխի այս ամբողջ գլուխը, երբ որ կարդում էի, Սուրբ Հոգին ասաց մի հատ նորից կարդա։ Երբ որ սկսեցի նորից կարդալ, Սուրբ Հոգին ինձ ուշադրություն դարձնել տվեց այն տեղերը, որն այսօր մենք խոսանք, ամեն, բայց ես ուզում եմ ասել, որ ուշադիր եղիր, շատ ուշադիր եղիր, խոսքեր կան, որ մենք կարդում ենք, ու անցնում ենք, տարիներ անցնում են, մենք ես մի անգամ նորից այդ նույն խոսքը կարդում ենք, ասում ենք, այ քեզի բան, ես ես խոսքերի եմ կարդացել, ոչ չէի նկատել, որ սենց բան կա այդ խոսքի մեջ։ Թող քո սրտիդ աղոթքը Տիրոջ հետ լինի, որ կարողանանք բռնենք խոսքը։ Ես ուզում եմ կարդալ, ամբողջը չկարդամ, վերևից կկարդամ 10-րդ խոսքից։ Եվ աշակերտները մոտ գալով ասեցին նրան. Ինչու առակներով ես խոսում նրանց հետ, ժողովրդի հետ։ Նա էլ պատասխան տվեց և ասեց նրանց, որովհետև ձեզ տրված է երկնքի արքայություն, խորհուրդները գիտենալ, բայց նրանց չի տրված, որովհետև ով որ ունի, նրան կտրվի, և կավելանա, և ով որ չունի, ունեցածն էլ կառնվի նրանից։ Նրա համար առակներով եմ խոսում նրանց հետ, որ տեսնելով չեն տեսնում, և լսելով չեն լսում, և տեսնեն իմանում են, և չեն իմանում, և նրանց վրա կատարվում է Եսայի մարգարեությունը, որ ասում է. լսելով կլսեն և չեն իմանա, և տեսնելով կտեսնեն և չեն տեսնի, որովհետև թանձրացավ այս ժողովրդի սիրտը, և իրանց ականջներովը ծանր լսեցին, և իրանց աչքերովը խփեցին, միգուցե աչքերով տեսնեն և ականջով լսեն, և սրտով իմանան, և ետ դառնան, և ես նրանց բժշկեմ, բայց երանելի են ձեր աչքերը, որ տեսնում են, և ձեր ականջները, որ լսում են, որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, որ շատ մարգարեներ և արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ տեսնում եք և չտեսան, և լսել, ինչ որ լսում եք և չլսեցին։ Պատկերացնում եք ժողովուրդ, մարգարեները, Աստծո մեծերը մարդիկ, այս ամենը իրանք երազում էին, ուզում էին, բայց չեն տեսել, չեն լսել։ Դուք հիմա լսեցեք սերմ ցանողի առակը, այն ամենից, որ արքայության խոսքը լսում եք և չեք իմանում, գալիս է չարը և հափշտակում է նրա, սրտի մեջից սերմանած է։ Սա է ճանապարհի մոտ սերմածը։ Մի հատ մինչև էր գնամ նոր
կգանք նորից ստեղից կամաց, որ խոսքը լսելի շուտով ուրախանում է, ընդունում է նրան, բայց արմատ չունենալու պատճառով այլ ժամանակավոր է և երբ որ նեղություն կամ հալածանք է լինում այն խոսքի համար, շուտով գայթակղվում է և փշերի մեջ սերմանված նա է, որ խոսքը լսում է և այս աշխարհի հոգսերը և հարստության խաբեբայությունը խեղդում են այն խոսքը և անպտուղ է լինում, բայց բարի երկրումը սերմանածը նա է, որ խոսքը լսում է և իմանում, որ պտուղ է տալիս, որը 100 և որը 60 և որը 30։ Ամեն։ Այս պահին 18-րդ խոսքից ուզում եմ նորից մենք կետ առ կետ ես նշել եմ ինձ մոտ, որ խոսեմ դրանց մասին։ Դուք հիմա լսեք սեմ ցանողի առակը այն ամենից, որ արքայության խոսքը, Տիրոջ խոսքը, ամեն, լսում եք և չեք իմանում։ Գալիս է չարը և հափշտակում է նրա սրտի մեջից սերմանածը։ Սա է ճանապարհի մոտ սերմանածը։ Շատ կարևոր նշանակություն ունի ամեն նախադասություն։ Շատ կարևոր խոսքեր են դրանք։ Երբ որ մենք այս կարևոր խոսքերը լսում ենք, մենք միտք ենք առնում, թե ինչ է ասում Հիսուս Քրիստոսը։ Եթե մենք, որ ճանապարհում կանգնած ենք մեր սրտերը, ինչ որ խոսում է այս ամբողջ խոսքը մեր սրտերի մասին է։ Միտք առել ենք արդեն։ Այն սերմերը, որ ընկնում է, որտեղ են ընկնում։ Մեր սրտի հողի մեջ, մեր սրտերի մասին է։ Այն ժամանակ, երբ որ մենք չենք հասկանում Տիրոջ խոսքը, դա թմրության հոգին է, դա քնության հոգին է, որ մենք միտք չենք առնում, Աստծո խոսքը ինչ է ասում։ Երբ որ Աստված խոսք է ցանում, մենք այդ ժամանակ թմրած ենք և քնած ենք, և մեր միտքը փակ է, որովհետև ինչ-ինչ որ բաներ մեզ փակել են, որպեսզի Աստծո արքայության, Աստծո մասին նրա խոսքը միտք չառնենք, թե Աստված ինչ է ասում մեզ։ Ես կարող եմ մի պահ հիշա իմ վկայությունս կարող եմ ասել, ստեղ նստած, մեկ օր Արսեն եղբայրը քարոզում էր, ես քարոզը լսում եմ, ես քարոզին ասում եմ ամեն, երբ որ ըլնում է, որ մենք ողջունում ենք այդ խոսքին, ողջունում ենք, բայց մեկ էլ մի պահ ես տեսա, որ ես արդեն հասել եմ մտքով Երևան, Կոշիկի շուկա։ Ես ձեզ ճշմարտություն եմ ասում։ Չի պարտիո, Ջոսան ջան։ Երբ որ ես հասկացա, որ մի րոպե, ես ուր եմ թափառում, Տեր Աստված։ Ես ուր եմ գնացել ասել։ Գնացել եմ առևտուր եմ անում ես։ Պաշտամունքի տեղը նստած։ Ձեր հետ չէ, ես իմ հետ եմ, հա։ Սա վկայում եմ նրա համար, որ ասեցի ուշադիր եղեք, տեղնի գնացեք, մնացեք ստեղ։ Ստեղ շատ թանկագին բաներ է գալի նրանից։ Երբ որ մենք արթուն ենք լինում, գալիս է նրանից այդ հրաշալի խոսքերը։ Մարկոս ավետարան 14-րդ գլուխ 37-38 խոսքերը և գալիս է գտնում է նրանց քնած և ասում է Պետրոսին, Սիմոն, քնում ես, չկարացիր մեկ ժամ արթուն կենան,
Արթուն կեցեք և աղոթ արեք, որ փորձության մեջ չմտնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար, էդի հաստատ։ Մենք ուզում ենք, մեր սիրտը փափագում է, մեր հոգին հոժար է, կռիվ ենք տալիս, ուզում ենք, մենք բերանով ասում ենք, ուզում ենք, այո ուզում ենք, Տիրոջ խոսքը ուզում ենք լսենք, ուզում ենք զորանանք, ուզում ենք տեսնենք, ուզում ենք հենալենք, բայց գալիս է մի պահ, մեր մարմինը ինչ է անում, ձանձրանում է, հոգնում է, չի ձգում, երբ որ մենք նայում ենք Պետրոսին, որ Պետրոսի պես մարդը քնած էր, օհո, լուրջ է մեր գործը, բայց Պետրոսը դրանք չտեսան Աստծո հետ, Աստծո որդու հետ ինչ էր կատարվում։ Նրանք քնած էին։ Հիսուսը գնացել էր մտել էր աղոթքի մեջ։ Հիսուսը աղոթում էր ամենակարող Աստծուն, որպեսզի որ նա ուղարկվել է երկիր զորանալու, որ մնացած ճանապարհները նորից զորացնելով իրան անցկացներ Տերը։ Նրանք քնած էին։ Մեզ է պետք, որ մենք էլ արթուն լինենք Հիսուս Քրիստոսի հետ, որ նա կապնված էր Տիրոջը Աստծուն, զորանալու համար, որ ճանապարհը շարունակեր ընթացքը, բայց նրանք քնած էին։ Եթե մենք քնած լինենք այս զորությունը, որ վերցրեց Հիսուս Քրիստոսը հորից, մենք չվերցրած վիճակում ենք։ Եթե մենք զորություն չառնենք Հայր Աստծուց, մենք նրանից չզորանանք, մենք չենք կարող երկրի վրա նրա կամքը կատարել։ Ժամանակ առ ժամանակ Հիսուս Քրիստոսը գնում էր Գեթսեմանի պարտեզ հանդիպելու Հայր Աստծուն, որպեսզի լցվեր իր նպատակներով, որպեսզի թարմանար ամեն ժամանակ իր կամքով։ Դրա համար Հիսուսը գնում էր աղոթելու և չէր ուզում, որ մենք քնած լինենք։ Մեր սրտի միջից, երբ որ գողը տեսնում է, որ մենք դա չենք հասկանում, մեր սրտի մեջից չարը գողանում է։ Տանում էին հրաշալի խոսքերը, այն արքայության խոսքերը, այն արքայության սերմերը գողանում է, գիտեք ինչի, որովհետև չարը լավ գիտի, սերմը, որ աճում է, եթե սերմը մնար քո սրտի մեջ, դա կաճեր, գողանում տանում է, որպեսզի քո սրտիդ մեջ արքայության մասին աճ չունենա, ամեն, մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի այդ սերմը ճիշտ նպատակին հասնի, որ Աստված արել է մեր կյանքում։ Երկրորդը քարքարոտ ճանապարհների մասին է, քարքարոտ տեղերում է, երկրորդը կարդամ։ Եվ քարքարոտ տեղը սերմածը նա է, որ խոսքը լսելիս շուտով ուրախությունով ընդունում է նրան, բայց արմատ չունի իր մեջ, այլ ժամանակավոր է, և երբ որ նեղություն կամ հալածանք է լինում այն խոսքի համար, շուտով գայթակղվում է։ Ամեն, շուտով գայթակղվում է։ Ինչի համար, որովհետև սերմը արմատ չունեցավ։ Մենք բոլորս շատերս գիտենք, որ երբ որ մենք սերմ ենք ցանում, ճիշտ է, ես այդպես շատ հողամասներ չունեմ, չեմ էլ ունեցել այդպես եսի ինչ, բայց հասկանում եմ, որ լավ հողի մեջ պիտի սերմը գցվի։ Քարքարոտ տեղերում սերմը ինքը արմատ չունի։ Երբ որ արքայության սերմը գալիս է մեր կյանքում, կանգնիր Տիրոջ առաջ և ասա Տեր, իմ սրտի քարերը, իմ սրտի քարքարոտ տեղերը
մաքրիր և սրբիր։ Երբ որ պատրաստ ես լինում սերմ ընդունելու, խնդրի Տիրոջը, սերմը ցանողին, ասա Տեր, ինձ պատրաստի որպես բերի հող, և նոր հետո այդ սերմը գցի մեջ, որպեսզի արմատ ունենամ ես։ Եթե այդ սերմերը ընկնի այդ հողի մեջ, ճիշտ չի աճելու այդ սերմը և մեր սրտից քարերը, այն մեծ կտոր քարերը, որ ինչ-որ խնդիրներով է առաջացել, ինչ-որ մեկն է նեղացել, ինչ-որ մեկն է հալածել քեզ, ինչ-որ մեկը գայթակղություն է տվել քեզ, դրանք բոլորը քարեր են, լցված սրտի մեջ։ Եվ եթե սրտի մեջ կան քարեր, Աստծո սերմը չի կարող այդ սրտի մեջ արմատավորվել, քարերը խանգարում են ժողովուրդ։ Բայց Հիսուս Քրիստոսը ուզում է մեզ մաքրել, սրբել ամեն քարերից, ամեն տեսակի բաներից, որպեսզի իր սերմը ճիշտ տեղում լինի։ Մեզ պետք է ամեն նեղացված, վիրավորված, ամեն տեսակի, միտք առնում եք, ամեն տեսակի վիրավորանքները, ամեն տեսակի նեղությունները, ամեն տեսակի չարչարանքները, ամեն տեսակի մտքերը, որ մեր սրտերում քարերի կույտ են դարձել, այդ սերմի համար շատ վատ տեղ է։ Դրա համար Հիսուս Քրիստոսի հոգին անհանգիստ է մեր բոլորի համար, որ պատրաստ հող է ուզում Աստված, որպեսզի իր սերմը այդ հողի մեջ գցի։ Դա միայն դառնում է աղոթքով, դա միայն դառնում է մեր սրտի դիրքը Տիրոջ առաջ խնդրելով և խոստովանելով և ներելով և մաքրվելով Հիսուս Քրիստոսի շնորհքով։ Եվ երրորդը, ես չեմ ուզում շատ երկարացնել, ուզում եմ ամեն ինչը խտացված և ինչքան որ ժամանակը կերիքի, երրորդի համար եմ ուզում խոսել, և փշերի մեջ սերմանած նա է, որ խոսքը լսում է և այս աշխարհի հոգսերը և հարստության խաբեբայությունը խեղդում են այն խոսքը և անպտուղ է լինում։ Ինչքան պարզ, ինչքան հրաշալի է, պարզ մեր Տերն ասում է մեր սրտի մեջ ինչ-որ բաներ որ կա, որտեղից, այդ փշերը որտեղից են, մեր առօրյա կյանքից։ Եվ Աստված չի ուզում, որ քո սիրտը փշերով լցված լինի։ Եթե անգամ փշերն էլ այնտեղ լինեն, այդ սերմը չի կարող ծիլ տա։ Այդ սերմը Տիրոջ խոսքը, Տիրոջ արքայության խոսքը մեր մեջ չի կարող ծլել, մեր մեջ չի կարող բուսնել, չի կարող դառնալ ինչ-որ մի պտուղ, որովհետև փշերը խեղդում են, այսինքն այդ դժվարությունները, այդ կյանքի իրավիճակները, հարստությունները, չբավարարվելով ինչ-որ մի չափից, հարստանալու մտքեր, երազանքներ, ցանկություններ, բայց դրա հակառակը պետք է ինչ անել, փառք տալ Տիրոջը, գոհանալ ամեն բանից, որ Տերն արել է, անում է եւ անելու է։ Այսինքն, այդ սիրտը պետք է բավարարված լինի նման ժամանակ, ինչքանով որ Աստված պարգևել է, օրհնել է եւ տվել է։ Մեր սրտի դիրքը, երբ որ նման լինի, այդ փշերը այդտեղ չեն լինի։ Եվ այդ հոգսերը չեն խեղդի։ Երեմիայի 4:3-ում ուզում եմ կարդալ այդ փշերի մասին, որովհետև այսպես է ասում Տեր,
Տերը Հուդայի և Երուսաղեմի մարդկանցը նոր հերկ հերկեցեք ձեր համար և մի սերմեք փշերի մեջ։ Այսինքն, Աստված ուզում է, որ այդ տարածքը, այդ հողը անպայման վարվի մի հատ։ Թույլ տանք, որ Սուրբ Հոգին ինչ անի, վարի։ Երբ որ Սուրբ Հոգին մեզ մի հատ այդ մեր սիրտը մի հատ վարի, ամբողջ փշերը արմատից կպոկվեն և այնտեղ չեն լինի այդ փշերը։ Եվ պատրաստ կլինի սերմի համար, և պատրաստ կլինի այն զորավոր խոսքերի համար, որպեսզի մենք զորանանք, մենք ուզում ենք զորանանք, մենք ուզում ենք Տիրոջ արքայության խոսքերով լցվել, բայց ինչ որ տարիներ են անցնում, ինչ որ ժամանակ է անցնում, և մենք մնում ենք նույնը, ու միգուցե մեկս մյուսին հարցնի, ժողովուրդ, ով մարդ, ով քույր, ով եղբայր, լավ իմ կյանքը չի փոխվում, իմ կյանքը խի անպտուղ, խի եմ ես ամեն տարի նույնը, խի ես չեմ կարողանում փոխվել, խի ես չեմ կարողանում Տիրոջ համար պատղաբեր մեկը լինեմ, խի ես չեմ կարողանում Տիրոջ կամքը կատարել, ահա պատճառը որն է, սերմը չի ընկել հողի մեջ, որովհետև այնտեղ կային փշեր, այնտեղ կային քարեր, մենք չենք ուզում այդ քարերից հրաժարվենք, բայց մենք ուզում ենք ասում ենք Տեր, ոչինչ, դու քո սերմը քիչ իմ մեջ։ Ես չեմ ուզում, որ իմ սրտից այդ փշերը հանվի, բայց ասում ենք Տեր, ես պատրաստ եմ, դուր այդ սերմերը իմ մեջ, իմ սրտիս մեջ, որպեսզի ես կարողանամ առատապես բերք տալ քեզ։ Աստված ասում է, ոչ սիրելիս, դրանք արմատ չեն ունենա, որովհետև լիքը փշեր կան քո սրտիդ մեջ, լիքը քարեր կան քո սրտիդ մեջ, լիքը հոգսեր կան, որ դրանք ինձ չես տվել, լիքը խնդիրներով լցված հող են այդ հողերը, այդ հողը, մաքրիր այդ հողը ինձանով, թույլ տուր, որ ես կարողանամ նրանք պոկել քեզանից, և այդ ժամանակ բերի հող կդառնաս, և բերի հողը, որ չորրորդն է, որ ասում է, բայց բարի երկրումը սերմածը նա է, որ խոսքը լսում է և իմանում, որ և պտուղ է տալիս, որը 100, որը 60 և որը 30։ Աստված մեզ խոսք է տալիս, և խոսքը գալիս մտնում է մեր մեջ, մեր սրտի մեջ, և մենք այդ խոսքով տարածվում ենք, այդ խոսքով ապրում ենք, որովհետև այդ խոսքը կյանք է տալիս, որովհետև այդ խոսքը զորացնում է մեզ, որովհետև այդ խոսքն է, որ մեզ իմացնում է, թե ինչն է Տիրոջ կամքը, և դրա համար մենք կարողանում ենք միտք առնել, Տեր, ես կարողացել եմ հասկանալ, թե ինչ ես ինձ փոխանցել, այն սերմի կարողությունը, այն սերմի առատությունը, եթե ուզում ես նման հող լինել, այդ սերմի համար, Աստծո խոսքի համար, ուրեմն պիտի բարձրացնես քո կամքդ, քո սրտի։ Եթե ուզում ենք մենք Աստված մեզ հետ գործ ունենա, ուրեմն մենք պիտի բերի հող լինենք, ամեն։ Եթե ուզում ենք, որ Աստված խոսի մեր սրտի հետ, ուրեմն մեր սրտի քարերը և փշերը պիտի դուրս հանենք։ Եթե ուզում ենք Աստծո մարգարեական ծառայությունը գա մեր հոգու մեջ, ուրեմն մենք պիտի հրաժարվենք այն ավելորդությունից, որովհետև դրանք խանգարում են մեզ, որովհետև դրանք ազդում են մեր կյանքի վրա, որովհետև ազդում
կայանի վրա, որովհետև մեզ տեսնում են փշերով, որովհետև մեզ տեսնում են քարերով, բայց պետք է որ մեզ տեսնեն Աստծո պտուղներով։ Եթե Աստծո սերմը ընկնի բանի հողի մեջ, ես հավատում եմ, որ այդ սերմը կաճի և ամեն պտուղ հայտնի կլինի։ Եվ սիրո պտուղները, Սուրբ Հոգու պտուղները հիշում ենք բոլորս, 9 պտուղները։ Գրի չեմ արել, բայց հիշեցի այն պտուղները, որը մեր բոլորի կյանքում, երբ որ բարձրանում է, մարդիկ տեսնում են, որ դու Աստծո պտուղներով ես։ Մարդիկ տեսնում են, որ դու Աստծո պտուղներով լցված մեկն ես։ Եվ Աստված շարունակում է իր սերմերը ավելացնել քո կյանքի մեջ, իր կարևոր խոսքերը դնել քո մեջ, քանի որ դու ուշադիր ես իր խոսքերի նկատմամբ։ Եթե մենք սորավոր բաներ ենք ուզում, ներողություն, եթե մենք սորավոր ինչ-որ բաներ ենք ուզում Տիրոջից, զորավոր ընթացք ենք ուզում Տիրոջից, զորավոր հոգևոր ընթացք, կյանք, որը դա շատ հրաշալի է, ամեն, խնդրում ենք Աստծուն, ասում ենք Տեր, խնդրում ենք, դուր լեցրու, առատապես լեցրու Աստվածին, բայց Աստված ինչ է ասում։ Հակոբոս թղթի մեջ 4:3-ով ստեղ գրանցված չէ ոնցով։ Չէ, ներողություն, ես հեռախոսից մեջ է մնացել, հիշա այս խոսքը։ Հակոբոսի 4-րդ գլուխ 3-րդ խոսքում ասում է, խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկություններին համար վատնեք։ Մենք ինչ-որ բաներ ենք խնդրում Տիրոջից, հալելույա, էդ մենք, բայց նպատակ կա, գիտեք, նպատակը, մի հոգի այդ նպատակից տեղյակ, ուրիշ ոչ ոք, ամենակարող Աստվածը։ Ամենակարող Աստվածը մեր սրտի մտքի խորհուրդները, ամեն շարժառիթները գիտի և ամեն մեր խնդրվածքները, եթե մենք չենք ստանում, ուրեմն մենք պիտի միտք առնենք, հասկանանք, որ մեր շարժառիթը չար ձևով է։ Դրա համար մենք խնդրում ենք և չենք առնում, բայց պիտի նրա կամքի համեմատ խնդրենք նրան, ասելով իմ շարժառիթը միայն դու ես իմ Աստված։ Քո սերմը, քո խոսքը, քո արքայության սերմը գցիր իմ սրտիս մեջ, որպեսզի դա միայն քեզ համար լինի, և այս սիրտը միայն քեզ պաշտի և քեզ երկրպագի։ Այո, ես այս հողի անունը դրել եմ երկրպագության հող, երկրպագության հող, որ երբ որ շատ կարևոր մի իրավիճակում գալիս է նրա հոգին, գալիս է նրա խոսքը, գալիս է նրա կամքը, այս հողը երկրպագում է նրա առաջ։ Ամեն։ Այս հողը երկրպագող հող է։ Եվ Աստված ուզում է նման սիրտ։ Եվ Աստված նման սիրտ է ուզում, երկրպագող, իրեն երկրպագող սիրտ։ Հովհաննես 4:23-26-ում բայց ժամանակ կգա և հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով և ճշմարտությունով կերկրպագեն հորը, որովհետև հայրն էլ այդպես է ուզում իր երկրպագողներին։
որովհետև նրա ուզածը այսպես է։ Նրա ուզածը այսպես է, նրա ուզածը մեր ուզած ձևով չէ։ Մենք ինչ-որ բաներով կարող է և ուզենանք երկրպագել, բայց Աստված ուզում է հոգով և ճշմարտությունով երկրպագենք, իրար ճշմարտությունով երկրպագենք իրար։ Ճշմարտությունը Աստծո խոսքն է։ Աստծո խոսքից դուրս արդեն մենք չենք երկրպագում ճշմարտությունով, մենք երկրպագում ենք միգուցե մեր ճշմարտությունով, մեր հասկացողությունով, մեր խելքով, բայց Աստված ուզում է, որ Աստծո ճշմարտությունով և հոգով երկրպագենք մեր Աստծուն։ Ամեն։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս, որ քո խոսքը մեզ ամեն ժամանակ ուղղում է և նորոգում է։ Եվ այս ժամանակ այդ հրաշալի սիրտը լցված է Տիրոջ մարգարեական ընթացքով։ Հավատում ես, որ նման սիրտը լեցված կլինի Տիրոջ փառքով։ Քո սիրտը լեցված կլինի Աստծո խոսքով։ Ասա, և քո ձեռքը կարող ես դնել քո սրտիդ մեջ, ասելով Տեր, ես թույլ եմ տալիս ամեն քարերը, ամեն փշերը, ամեն խանգարող բաները, որ իմ սրտից դուրս հանես, քանի որ ես իմացա, որ այն խոսքը, որ դու սերմանում ես իմ սրտում, նրանք պատեղաբեր չեն լինում, որովհետև արմատ չեն կարողանում ունենալ։ Ես ուզում եմ արմատավորվեմ Քրիստոսի վրա, ես ուզում եմ արմատ գցեմ Հիսուս Քրիստոսի հետ։ Հովհաննես ավետարան 15:4-ում ասում է. Կացեք ինձանում և ես ձեզանում, ինչպես որ ճյուղը իր անձից է կարող չէ պտուղ բերել, եթե որդումը չմնաք, այդպես ոչ էլ դուք, եթե ինձանում չմնաք, պտուղ չեք բերի։ Եթե այս ծաղիկները հողի մեջ չլինեն, իրանց արմատների վրա չլինեն, նրանք սիրուն թերթիկներ չեն ունենա։ Եթե ծառի ճյուղը ծառի հետ կապված չլինի, ինչքան էլ ասի ես ծիրան եմ, միևնույն է, ինքը պտուղ չի ունենա։ Հիսուսն ուզում է ասել, եկեք ուշադիր դարձնենք այս խոսքի վրա, չմտածենք, թե 30, 40, միգուցե 50, 60 տարվա հավատացյալ ենք և այդ խոսքերը հիշում ենք, որ ավետարանի մեջ գրված է։ Փառք Տիրոջը, որ հիշում ենք, բայց այս խոսքը ինձանից սկսած ամենքից շատ կարևոր է, որ մենք գիտացենք, հասկանանք, որ եթե կպած չլինենք Քրիստոսի հետ, Քրիստոսի պտուղները չենք կարող ունենալ։ Եթե դու ուզում ես, որ Քրիստոսի պտուղները քո կյանքում լինի, դու պիտի կպած լինես այս արմատին։ Ամեն։ Ես պիտի կպած լինեմ Քրիստոսին, որպեսզի կարողանամ Քրիստոսի գործերը իմ մեջ ունենալ։ Հիսուսն ասեց, այն ինչ որ տեսնում եմ Հայրն անում է, այն նույնն էլ ես եմ անում։ Կա տենց բան։ Մեր երեխաները, դամանավանդ տղա երեխաները, նայում են իրանց պապային, տենում են իրանց պապային, թե իրանց պապան ինչ անում, նույն բանն էլ իրանք է սովորում։ Նույն բանը ավտոմատ գալիս է իրանց էության մեջ, իրանց բնավորության մեջ։ Մեծանում են, ճիշտ ժամանակին անում են այն, ինչ որ իրանք տեսել են իրանց հորը։ Մենք ասում ենք, մենք խոսում ենք, մենք ապրում ենք, ինչ որ տեսնում ենք, որ մեր հայրն է անում։ Մենք գործում ենք, ինչ որ տեսնում ենք, մեր հայրն է գործում։ Մենք չենք կարող տեսնել մեր հորը, ինչ է գործում և մենք մեկ ուրիշ բան անենք։ Ես հավատում եմ այս զորավոր խոսքին, որ Հիսուսն ասել է,
տեսնել է պետք։ Հիսուսն ասում է, ես տեսա հորը, դա տեսնել է պետք։ Եթե մենք չտեսնենք, բայց կամենանք, մենք չենք կարող հասկանալ, ինչ է անում մեր հայրը, տեսնելու համար մաքուր սիրտ է պետք։ Մատթեոս ավետարանի 5-րդ գլխում է գրված. Երանի մաքուր սրտով մարդուն, ամեն, երանի սրտով մաքուրներին, այսպես է գրված, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն։ Միայն մաքուր, մաքրված սիրտն է տեսնում Աստծուն, և տեսնում է Աստծուն, և Աստված ինչ է անում, և նույնն է ինքն է անում, ամեն։ Եթե մեր սիրտը մաքուր չէ, մենք դժվար թե կարողանանք տեսնել Աստծուն, որովհետև նախ առաջինը պետք է, որ մեր սիրտը մաքուր լինի, և Աստծո խոսքը Մատթեոս ավետարանի կատարվի մեր կյանքում։ Սա խոսք է, որ Հիսուս Քրիստոսի բերանից է դուրս եկել, երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն։ Եվ Աստծո գործերը մեր մեջ կբարձրանան, ինչի համար, որովհետև դու տեսել ես Տերն ինչ է անում, որովհետև քո հոգին տեսնում է Սուրբ Հոգին ինչ է անում, և նույնն էլ դու կարողանում ես անել, որովհետև դու նրա հետ ես, կարողանում ես գործել, որովհետև դու նրա հետ ես, որովհետև քո մեջ կա սերմ, և այդ սերմը արդեն աճել է, դարձել է պտուղ, և այն գործել է, որ ասում է, եթե ասենք մենք հավատ ունենք, բայց գործ չունենանք, մենք ուրեմն հավատք չունենք։ Եթե միայն ասենք, որ մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին, բայց ոչ մի գործ չանենք, որովհետև այդ գործերը գալիս են հավատքից, այդ գործերը գալիս են սրտի հավատքից, երբ որ մարդու մեջ կա մի բանի նկատմամբ հավատք, նա սկսում է քայլել։ Դու այսօր այստեղ ես, ես այսօր այստեղ եմ, որովհետև հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսի ներկայությունը այստեղ է, ինչպես որ նա է ասել։ Եթե իմ համար հավաքվեն և իմ մասին խոսեն, ես այնտեղ եմ նրանց մեջ եմ։ Սա հավատքն է, որ բերել է քեզ այսօր այստեղ։ Փառք քեզ Հիսուս Քրիստոս, հալելույա։ Շնորհակալ ենք այն խոսքը, որ գալիս է, այն սերմը, որ գալիս է, ամեն, դա արքայության խոսքն է։ Դա հավիտենական կյանքի խոսքն է։ Ինչքան մենք կարևորենք այդ արքայության խոսքը, ես հավատում եմ, որ մենք արթուն կլինենք։ Ես հավատում եմ, որ ես կպատրաստվեմ, որովհետև սերմի համար հրաշալի հող է պետք։ Մեզանից ոչ մեկը քարքարոտ, փշերով լցված հողի մեջ երբեք մենք սերմը չենք գցի մեզ համար։ Ես հավատում եմ, ոչ մեկը չեք արել նման բան։ Հերթականությունով քարերը հավաքել ենք, փշերը պոկել ենք, պատրաստել ենք, վարել ենք և հետո սերմ ենք գցել հողի մեջ, հավատալով, որ պտուղ է տալիս։ Մեկին 100, մեկին 60, մեկին 30, բայց պտուղ է տալիս։ Սա իրականություն է։ Աստծո խոսքը զորավոր սերմ է։ Այն մանանեխի հատի չափ, երբ որ ընկնում է, այն զորավոր սերմ է դառնում, այնքան է բարձրանում, որ անգամ թռչուններ են նստում։ Հավատքը բարձրացնում է մեր Աստվածը, որովհետև այն
սերմը, որ նա գցում է, այդ սերմը աճեցնողը Աստվածն է։ Մենք չենք, որ այդ սերմը պիտի աճեցնենք, այլ Աստված է, որ այդ սերմը աճեցնում է։ Եթե ուզում ենք մենք աճենք, մենք պիտի լցված լինենք Աստծո սերմով, Աստծո արքայության խոսքով եւ Տերը աճեցնի մեզ։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս։ Եթե ուզում ես կանգնիր ոտքի, Տեր Հիսուս, շնորհակալ ենք այն սերմի համար, այն խոսքի համար, որ դու բերում ես ամեն ժամանակ մեր կյանքերում, Տեր։ Երբ որ հավաքում ես մեզ քո ներկայության մեջ, երբ որ բոլորիս հավաքում ես մեկտեղ, դու գալիս ես առատ սերմով, Տեր։ Աստված այստեղ է քո սիրտը լցնելու այն սերմերով, որի մասին որ խոսեցինք։ Քո սրտի մեջ լցնելու այն սերմերը արքայության խոսքը, եթե դա քեզ համար կարևոր է, այո, այդ խոսքը ինձ համար կարևոր է, որովհետև այդ խոսքն է, որ ինձ կյանք է տալիս։ Եվ առանց այդ խոսքի ես չեմ կարող Հիսուս Քրիստոսի կյանքով ապրել։ Ես կլինեմ միայն նմանը ուղղակի ինչ-որ նման, բայց առանց պտուղների։ Մեր շուրջը կա պտղատու ծառեր և դեկորատիվ ծառեր, բայց երկուսն էլ մի տեսքի են, և պտղաբեր ծառն է, և դեկորատիվ ծառն է, նրանք երկուսն էլ մի տեսք ունեն, բայց դեկորատիվ ծառը պտուղ չունի։ Ես չեմ ուզում, որ մենք դեկորատիվ հոգևորներ լինենք։ Տերը չի ուզում, որ մենք դեկորատիվ ծառեր լինենք։ Տերն ուզում, Աստված ուզում է իր սեփական ժողովուրդը ամեն խոսքին ուշադիր լինի և ուշադրությամբ ընդունի, որպեսզի պտղաբեր ծառ լինի։ Այո, Տեր, շնորհակալ ենք Աստվածին։ Ուզում եմ, որ իմ սրտիս կենտրոնից, որտեղ պատկանում է քեզ, ամբողջությամբ, Տեր, ասա նրան, փակիր քո աչքերը և խնդրիր Աստծուն, Աստվածին, այն քարերը, որ դու տեսնում ես, ինչ պատճառներով հավաքվել է, այն փշերը, որ ինչ պատճառներով հավաքվել է, ես թույլ եմ տալիս, ես կամենում եմ, ես ուզում եմ, որ մաքրես իմ սիրտը այդ քարերից և փշերից, այդ հոգսերից, այդ պրոբլեմներից, դժվարություններից, հալածանքից, գայթակղությունից, ամեն խաբեբայություններից, որպեսզի քո արքայության խոսքը կարողանամ ընդունել, հասկանալ, որովհետև քո խոսքի մեջ կա սորություն, քո խոսքի մեջ կա կյանք, երբ որ սերմը ընկնում է այսօր, մի մտածի, որ այս վարքյանին նա պիտի պտուղ տա, այս սերմը այսօր ընդունեցիր, մեկ շաբաթ հետո, 10 օր հետո, մի ամիս հետո, դու նրա պտուղները կտեսնես, միշտ ապիր, որ շուտով պտուղները տեսնես, այդ սերմը ընդունիր և այդ սերմի համար ասա Տեր ջրիր ինձ, այդ սերմի վրա ջուր
Քո թագավորության խոսքը, քո արքայության խոսքը, որ դու բերում ես մեզ տալու։ Ասում են քեզ, որ մաքրես, սրբես, քո սուրբ այունով ներես մեզ, մեր սխալները, մեր թերությունները, մաքրիր սրբիր մեզ Տեր Հիսուս Քրիստոս, քո սուրբ այունով, որ խաչի վրա թափեցիր, մաքուր լինենք քեզ համար և քո արքայությունը ընդունենք մեր հոգու մեջ, մեր սրտի մեջ և այդ արքայությունով ապրենք։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք ամեն մի սերմի համար։ Շնորհակալ ենք ամեն մի արքայության խոսքի համար, որովհետև հավատում ենք դրանք ճիշտ ժամանակին պատուղ կբերեն քեզ համար։ Դու պատղաբեր ես դառնալու նրա համար։ Դու պատղաբեր ես դառնալու Քրիստոսի համար։ Դու պատղաբեր ես դառնալու ամենակարող Աստծո համար։ Դու պատղաբեր արտես լինելու ամենակարող Աստծո համար։ Նա ավելի ուշադիր կլինի քեզ։ Նա ավելի ուշադիր կլինի քեզ, որովհետև դու արդեն մտածում ես քո արտի համար, որովհետև դու արդեն քո արտը մաքուր ես պահում, որովհետև քո սիրտը արդեն առանց քարերի, առանց փշերի է, որովհետև Աստված նման հող է ուզում, որպեսզի հաղորդակցվի քեզ հետ անդադար։ Oh, let's see Jesus in our glory. Այո, Տեր, դու ավելի ուշադիր ես լինում, մաքրված, հարդարված, զարդարված, սրբված վայրերում, Տեր, որպեսզի այնտեղ քո անարատ խոսքը լեցնես, քո ամփից ներկայությունը բերես, քո սերմը թագավորական։ Եթե բաժակը կեղտոտ լինի, ես ջուր չեմ լեցնի այստեղ և այս ջուրը խմեմ։ Մենք բաժակ ենք, բայց ինչով լցված։ Մենք բաժակ ենք, ինչով լցված։ Մեզ պետք է, որ բաժակը մաքրենք և բաժակի մեջ Տիրոջ ջրերը կան, ամեն։ Աստված կենդանի է, Աստված այստեղ է, Աստված բժշկում և մաքրում է, այնտեղ, որտեղ որ կամենում են այս սրտերը, այն սրտերն է մաքրում Տերը, որտեղ կա հոշանություն և
Նրանք թագավոր